Ողջույն, փնտրում եք ամենահագեցած ու համեղ դեսերտը, այսօր ներկայացնում եմ տղամարդու իդեալ ռուլետի իմ տարբերակը, սա այն դեպքն է, երբ մեկ կտորը երբեք բավարար չէ, արագ, հեշտ և աննկարագրելի համեղ, դե՛յն սկսենք պատրաստել, իսկ դու հավանելու դեպքում չմոռանաս լայքել և մեկնաբանել, մեկնաբանիր որպես կեսսուր, ամենաշատ լայքեր հավաքած մեկնաբանությունը կտեղադրեմ Զագրեպում։ Բոլոր բաղադրիչները արդեն պատրաստ են, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին հառիչի ամանի մեջ լցնում ենք 4 սզուն, կես թեյի գթալ վանիլային շաքար և այս ամենը լավ հարում ենք, երբ որ կտեսնենք արդեն ձուն փրփրում է, քիչ-քիչ կավելացնենք շաքարավազը։ Շաքարավազն ու ձուն լավ հարելուց հետո ստանում ենք փրփրուն սպիտակ զանգված, հետև մածունի վրա ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա, լավ խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Մածունից հետո ավելացնում ենք 5 ճաշի գթալ արևածաղկի ձետ և կրկին հարում ենք։ Բոլոր բաղադրիչները հարելուց հետո ավելացնում ենք 150 գրամ ալյուրը և խառնում ենք։ Ինձ մոտ խմորը արդեն պատրաստ է, վերցնում ենք ջեռոցի տապակը, յուղաթուղթ ենք փռում և արդեն խմորը լցնում ենք տապակի մեջ։ Մի լավ հարթեցնում ենք, ստացել ենք թույլ փափուկ խմոր։ Հարթեցնում ենք և ուղարկում ենք նախօրոք տաքացրած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Գործողությունը սկսելուց առաջ միացրեք ջեռոցը, որպեսզի հասցնի լավ տաքանա։ Բիսկվիտի շերտը արդեն պատրաստ է, կանջատենք ջեռոցը և կթողնենք, որ լավ սառի։ Բիսկվիտը մի փոքր սառելուց հետո հանում ենք տապակի միջից, վերցնում ենք սրբիչ, որը մի փոքր խոնավեցնում ենք։ Հեռացնում ենք յուղաթուղթը։ Եվ արդեն զգուշությամբ փաթաթում ենք։ Կփաթաթենք, կթողնենք, որ լավ սառի։ Սառելու ընթացքում նաև կստանա բիսկվիտը իր տեսքը։ Մինչ կսառի, մենք այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։
Հենց այս վիճակում խոհանոցային սեղանի վրա կթողնենք, որպեսզի լավ սառի։ Այժմ պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 200 գրամ փափուկ կարագ, վրան ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքար և լավ հարում ենք։ Հենց կարագը հարվում է, քիչ-քիչ, գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթ։ Կրեմը ևս պատրաստ է, թանկագինները, սկսենք կրեմապատել արդեն ռուլետը։ Բացի կրեմից մեզ հարկավոր է նաև 50-ից 100 գրամ մանրեցրած կամ կտրտած ընկույզ։ Բացում ենք ռուլետը։ Ու վրան արդեն քսում ենք կրեմը։ Կրեմը քսելուց հետո վրան շաղ ենք տալիս մանր կտրատած ընկույզը։ Ընկույզը շաղ տալուց հետո գեղեցիկ կրկին ծալում ենք։ Ծալելուց հետո կրկին փաթաթում ենք սրբիչով և արդեն ուղարկում ենք սառնարան 1 ժամ, որպեսզի կրեմը լավ սառի։ 1 ժամ հետո կկտրենք և կմատուցենք։ Ռուլետը 1 ժամ հետո հանում ենք սառնարանից և բերում ենք վերջնական տեսքի։ Վերջնական տեսքի բերելու համար ձևավորեք ինչպես որ նախընտրում եք, թանկագիններս։ Ես մի փոքր շոկոլադե սալիկ եմ հալեցրել և գեղեցիկ կձևավորենք։ Շոկոլադը լցնելուց հետո վրան ձևավորում ենք նաև քերած ընկույզով։ Եվ բերում ենք մեր հրաշք ռուլետը վերջնական տեսքի։ Ահա տղամարդու երազանք ռուլետի վերջնական տեսքը։ Հոյակապ է ստացվել, թանկագիններս, ընդամենը 10 րոպեով ուղարկում ենք կրկին սառնարան, որպեսզի վրայի շերտի շոկոլադը հալվի, այնուհետև կտրենք և մատուցենք։ Մեր հրաշք ռուլետը արդեն պատրաստ է, կարող եք կտրել և մատուցել։ Մեր հրաշք ռուլետի վերջնական տեսքը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, թանկագիններս, դուք էլ պատրաստեք և վայելեք։